Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ այսօր իմ հյուրը Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն է, իրավաբան։ Ողջույն, պարոն Վարդազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Ձեր վերնաշապիկի վրա գրած է ազատ մարդ։ Դուք այսօր ազատ եք, ինչ կարգավիճակ ունեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Երեք հանդիպեցի իմ ընկերոջը եւ ասացի, որ այսօր գալու եմ ձեզ հետ հարցազրույցի, ձեր ոդկասթին մասնակցելու, խորհուրդ տվեց, ասեց ազատ մարդ վերնաշապիկդ կհագնես, բայց ասեց վերևում պետք է անպայման գրել դեռ ազատ մարդ, այնպես որ իմ կարգավիճակը, քանի որ ամբաստանել է, ես դեռ ազատ մարդ եմ։ Իսկ երբ պետք է որոշվի։ Դուք ես ինչպես հասկացել եմ, Քննիչ դատարանում է, Առաջինատյանի դատարանը կայացրել է արդեն դատական ակտը, դատապարտել է, ինձ ճանաչել է մեղավոր, դատապարտել է 1.5 տարի ռեալ ազատազրկման, այժմ գործը գտնվում է վերաքննության փուլում, վերաքննիչ դատարանում, կարծում եմ մինչև հունիսի կեսեր արդեն վերջնական դատական ակտը կլինի։ Հույս ունենանք, որ հունիսի 7-ին իրավիճակ կփոխվի Հայաստանում եւ Գիտեք, կմնաք ազատ մարդ։ Իմ կարգավիճակը շատ երկակի է, որովհետև այսօր ես պնդում եմ, որ այն որոշումը, որ դատարանը կայացրել է ինձ ազատազրկման դատապարտելով 1.5 տարի ժամկետով, դա քաղաքական որոշում է, ցավոք սրտի, եթե ամսի 7-ից հետո ինչ-որ մի բան փոխվի եւ դատարանը ինձ արդարացնի, արդեն ուրիշներն են ասելու, որ այդ որոշումն էլ էր քաղաքական, այնպես որ թե դատապարտումը, թե արդարացումը անվանվելու է քաղաքական որոշում, որի համար ես շատ ցավում եմ, որովհետև ես շատ կուզենամ, որ դա լինի, այդ process-ը լինի արդարադատությանը ուղղված process, այլ ոչ թե քաղաքական մոտիվներով դատական process, ցավոք սրտի մենք այսօր դրա ականատեսն ենք լինում։ Իսկ ձեզ համար տարօրինակ չի, որ ձեր պես մարդը, ով եղել է դատական համակարգում Փաշինյանի օրոք եւ ով փաստորեն ամբոստացել է Փաշինյանին, մինչ այս պահը դեռ ազատության մեջ է, թեև դա սահմանափակ ազատություն է, ինչպես ձեր դեպքում։ Տարօրինակ, ճիշտ ասած, տարօրինակ է թվում, ենթադրում էի, որ այս վրեժխնդրությունը, որը իմ հանդեպ տեղի է ունենում, որովհետև իրականում վրեժխնդրություն է, որովհետև ես համարձակվել եմ դատավորներին կոչ անել ասել գործեք օրենքով եւ ապացուցեք, որ դուք պատերի տակ վնգստացող դատավորներ չեք։ Այդ մի բառի համար այս ամբողջ բոլորան իմ նկատմամբ իհարկե այլ պատճառներ կային, ավելի խորքային պատճառներ կային, բայց ինչևից է, այդ պատճառով ես հայտնվեցի այսօր այս կարգավիճակում, որ ամբաստանյալ եմ եւ ռեալ ազատազրկ։ Չեք վախենում բանտախցից։ Չեմ վախենում, միանշանակ չեմ վախենում։ Վստահ եմ, որ իմ ընտանիքն էլ կհասկանա եւ չի վախենա, եւ կինս կհասկանա, եւ երեխաներս կհասկանան, եւ 1.5 տարեկան թոռնիկս կհասկանա, բայց ճակատագրի բերմամբ այնպես է ստացվել, որ ունեմ շուն ակիտայինում ցեղատեսակի, մեր հանրությունը այդ ցեղատեսակը հիշում է կամ պատկերացնում է Խաչիկո, ռուսերեն ասած Խաչիկո, իսկական ճիշտ անունը Հաչիկո է, այդ ֆիլմից, երբ որ շունը 8 տարի սպասում են իր տիրոջը, ես միակ բանը, որ վախենում եմ, որ ես չեմ կարողանալու իմ շանը բացատրեմ, թե ինչու դավաճանեցի, ուր ես անհայտացա եւ
Ես տեսնում եմ անկախ նրանից ես 10 րոպեով եմ տնից դուրս գալի, թե 5 ժամով եմ տնից դուրս գալի, շունը դրան մոտ ուղակի նստում է, ոչ ուտում է, ոչ խմում է եւ սպասում է իմ վերադարձին։ Ցույց կտանք ձեր շան հիմա պատկերը։ Միակ բանը, որ ես չեմ պատկերացնում եւ շատ ծանր եմ տանում, որ կարող է շունը մնա մենակ եւ ես չկարողանամ նրան չեմ կարող միևնույն է չեմ կարողանալու բացատրեմ թե ուր ես անհայտացա իսկ մնացածը ըմբռնումով կմոտենան մնացածը ըմբռնումով կմոտենան ես ինքս ըմբռնումով կմոտենամ դա էլ է ինձ թվում է տղամարդուն եթե գաղափարի համար է եւ անարդար ապա նույնիսկ ինչ որ միտեղ նույնիսկ նախանձելի է Բարոն Մարտազարյան Իսկ մինչև պատերազմը, դուք պատերազմից հետո եք անմիջապես ըմբոստացել, այսպես ասեմ, եւ հայտարարություններ արել, որից սարսափելի զայրացել է Փաշինյանը, նոյեմբերի 15-ին 2020 թվականին։ Իսկ մինչ այդ, մինչ պատերազմը, Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր անում։ Չէիք զգում, որ երկրում ինչ որ մի բան ճիշտ չէ։ Գիտեք, ես երևի անհույս ռոմանտիկներից եմ եղել, որով որ այն սկզբնական փուլում հավատացել է, որ այն կոչերը կամ այն ելույթները կամ այն ծրագիրը, որ ներկայացնում է այս նոր եկած իշխանությունը կամ նոր եկող իշխանությունը կիրականացնի եւ դա իր մղումների մեջ դա ազնիվ է։ Ես հավատացել եմ, ես այդ իսկ պատճառով իմ տեխնացությունը դրել եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, այնուհետ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ եւ Այն ծրագիրը կամ այն դատական իշխանությունը, որ ես էի պատկերացնում իմ երազանքներում, ես փորձել եմ այդ 1.5 տարվա ընթացքում դա իրականություն դարձնել։ Դա իրական դատարանի անկախությունն էր, դա արժանապատիվ դատավորի կերպարի ձևավորումն էր եւ ի վերջո այնպիսի դատական իշխանության կայացումն էր, որին ժողովուրդը մեր ազգը կհավատակ եւ կվստահի, որովհետեւ միշտ եղել են խնդիրներ դատական իշխանության հետ։ Ի վերջո Հայաստանում բավականին հաճախ է իշխանապողություն տեղի ունենում եւ հուսով ենք, որ եւս մեկ անգամ այդ իշխանապողությունը տեղի կունենա, այսինքն մենք Ուզբեկստան չենք, որտեղ երկրի ղեկավարը կարող է տասնյակ տարիներով մնալ իշխանության եւ անկախ դատական համակարգը նաեւ գործող իշխանությունների հետաքրքրությունների դաշտում է։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, միշտ լինելու է, բայց գիտեք, շատ կարևոր է, որ այն իշխանությունը, որը որ գալու է, ապագա իշխանությունը, որը որ գալու է, այդ գիտակցությունն ունենա, որ արդար, ազատ, անկախ դատական իշխանություն ունենալը դա թուլության նշան չի, հակառակը, դա ուժեղ եւ կայուն իշխանության այսպես ասած նարատիվն է Հայերը ի վիճակի են նման դատական համակարգ ստեղծել հայաստանցիները Ինձ թվում է այո, որովհետև ես հիշում եմ այս վերջերս մի հարցազրույցի ժամանակ ասացի, բայց ձեր եթերով եք ասեմ ես քանի որ խորհրդային միության տարիներին եմ սովորել եւ 91 թվականին եմ ավարտել համալսարանը։ Համենայն դեպս ես հիշում եմ այն ժամանակ, երբ որ դատարանը համարվում էր ՀԽՍՀ արդարադատության նախարարության ինչ որ մի կից կառույց, եւ մենք ունենք 2018 թվականին համենայն դեպս մենք ունենք դատական իշխանություն, որը որ բավականին մեծ քայլերով առաջ էր գնացել եւ մենք կարող էինք մրցել շատ երկրների դատական իշխանությունների հետ մեր անկախությամբ այսպիսի վիճակագրական տվյալ ասեմ, մեր արդարացումների տոկոսը կազմել է 6.5%, դա շատ մեծ է։ Իսկ ընդհանուր հետ խորհրդային տարածքում, եթե վերցնենք օրինակ Հարավկովկասյան երկրները, եկեք Հարավկովկասյան երկրների հետ համեմատություն չունեմ, Ռուսաստանի հետ ունեմ համեմատություն, այդ նույն տարում, երբ որ Հայաստանը ունեցել է 6% արդարացումներ, Ռուսաստանի Դաշնության դատական համակարգը, դատական իշխանություն ունեցել է 0.2%։ Ռուսական դատական իշխանությունը աշխարհի ամենաարդար դատական իշխանությունը չէ։ Այդ իսկ պատճառով համեմատություն հետ խորհրդային տարիներին ձևավորված։ Ես չեմ Ուզբեկստանի կամ Տաջիկստանի դատական իշխանությունների հետ համեմատություն չեմ արել, տվյալներ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք ավելի լավն ենք եղել։ Ես նաև ասեմ ձեզ Ուկրաինայում իրավիճակի ինչպիսին էր եւ ինչպիսին է այս պահին։
խիստ դատավորների կարիք ունեն, ուղղակի թափուր հաստիկներ ունեն, չեն ուզում իրավաբանները չեն ուզում դատավոր աշխատեն, որովհետև դատական իշխանությունը Ուկրաինայում նույնպես խիստ քաղաքականացված է։ Որակյալ իրավաբանները չեն ուզում աշխատել դատավոր, քաղաքականացված դատական համակարգի մեջ։ Դուք հարցազրույցներից մեկում ասում եք, որ այսօր Երևանում 2-3 մաքսիմում 5-6 անկախ դատավոր կա, ովքեր կարող են վճիռ կայացնել հանուն արդարության եւ ոչ թե դա նման լինի քաղաքական պատվերի։ Սա սարսափելի թիվ է, որովհետեւ եւ խորհրդային միության տարիներին եւ անկախության տարիներին իրավաբանի մասնագիտությունը ամենաէլիտարն էր համարվում Հայաստանում եւ այսինքն լավագույն մարդիկ են գնում այդ մասնագիտությունը ստանալու, այնքան էլ հեշտ չէր դառնալ իրավաբան, փաստաբան, դատավոր եւ այլն, ստացվում է, որ նույնիսկ եթե դու ունես կրթական ցենզ, նույնիսկ դու ունես ինտելեկտուալ ցենզ, նույնիսկ եթե դու մեծացել ես մի ընտանիքում, որտեղ նաեւ քո ծնողները, քո պապերն ու տատիկները քեզ կրթել են, դաստիարակել են, լիքը գրականություն ես կարդացել, նույնիսկ դա չի խանգարել այդ մարդկանց այսօր դառնալ կամակատար Փաշինյանի բոլոր որոշումների։ Գիտեք, ձեր ասացի մեջ երկու կոմպոնենտ կա։ Այդ ձեր ասած նախադրյալները, հա, կրթություն, ընտանիք, դաստիարակություն, մշակութային, այսպես ասած, մշակութային էքսպանսիան, որը տարածվել է, այդ դրա արդյունքում մարդիկ դարձել են որակյալ իրավաբաններ։ Բայց եթե ազատ թողնես չճնշես, նրանք որակյալ դատավոր կարող են աշխատել։ Ցավոք սրտի այնքան թույլ են գտնվել, որ թույլ են տվել կոտրվել։ Վախի մթնոլորտում։ Մենք չենք ունեցել էլիտա։ Ճիշտ եմ հասկանում։ Մեր հասարակությունը չի ունեցել Եթե զուտ ձեր բառերով օգտագործենք, հասարակությունը չի ունեցել էլիտա արտահայտությունը ճշմարտություն է, բայց հասարակության այդ էլիտա ձևավորող միգուցե սուբէլիտան եղել է, որը որ փորձել է այդ էլիտայի մեջ, այդ դատավորների մեջ ձևավորել այն էլիտան, որը որ անհրաժեշտ է, որպեսզի դատարանը դառնա իրական անկախ դատարան։ Բայց ցավոք սրտի 18 թվականից հետո 19-20 թվականի առաջին կեսը ոչ այս կողմ, ոչ այն կողմ ուղղակի դատական իշխանությանը մոռացել էին եւ դատական իշխանության վրա ուշադրություն չէին դարձնում։ Պատերազմից հետո, երբ որ դատական իշխանությունը հայտնվեց կիզակետում եւ գործող իշխանությանը խիստ անհրաժեշտ էր իր քաղաքական քիմքին համապատասխան դատական ակտեր ունենալ, դատարանը քաղաքական իշխանությունը որոշեց, որ այ Ռուբեն Վարդազարյանը մեր կամակատարը չի, հետևաբար չի կարող դառնալ գործիք մեր ձեռքում եւ կոտրել դատական իշխանությունը, որովհետեւ ես բուֆերի դեր էի կատարում, ես լսում եմ, վերցնում եմ արտաքին ճնշումը եւ այդ բուֆերի ֆունկցիան էի կատարում եւ դա չի փոխանցում դատավորներին։ Ես ստացվում էր, որ ես բնականաբար դա երկար չէր կարող։ Իհարկե բնականաբար չէր կարող տևել եւ որոշվեց, որ ինձ անհրաժեշտ է փոխարինել Ջանգիրյանով։ Իսկ Ջանգիրյանին հաջողվեց մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ այն կոնստրուկտը, որը որ կառուցվել էր տարիներ շարունակ, երևի լավ չեն կառուցել։ Ես մի բան եմ ուզում։ Միգուցե քննադատություն էլ ընդունեմ։ Երևի լավ չեն կառուցել։ Հավանաբար լավ չեն, հա։ Որովհետև ո՞նց կարող է մի մարդ գալ եւ մի շաբաթում կոտրել այդ կոնստրուկտը, որը 30 տարի կառուցվել է։ Հետո անհրաժեշտ է լինելու դատական համակարգը վերանայել, բարեփոխել, չգիտեմ ինչպես ուզում եք դա անվանենք։ Դուք այդքան նորմալ իրավաբան որտեղից եք գտնելու այդ նույն մարդիկ, ովքեր հիմա խելոք կատարում են այնինչ ասում է իշխանությունը, այդ մարդիկ, ովքեր նստացրել են Սամվել Կարապետյանին, մեր սրբազաններին, մարդիկ, ովքեր անիմաստ ինչ-որ գործերով, քաղաքական գործերով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցել, դատապարտել են այդ մարդկանց, երիտասարդ այդ 18 տարեկան դպրոցականին դատապարտած մարդիկ կամ 2 ամսով կալանավորած մարդիկ,
իրենց հետ ոնց եք աշխատել, պետք է փոխեք բոլորին։ Բոլորին միգուցե անհրաժեշտություն չլինի փոխելու, բայց իմ տեսակետն է, հա, սա մասնավոր կարծիք է, թեկուզ եւ մարդու, որը որ դատական իշխանության ուղնուցուցը գիտի, բայց միևնույն է, դեռ որևէ քաղաքական ուժ ես չեմ լսել, որ նման ծրագիր ունենա կամ նախընտրական ծրագիր ունենա կամ միգուցե քաղաքական ծրագիր ունենա դատական իշխանությունը բարելավելու, բարեփոխելու, դատական ռեֆորմ իրականացնելու։ Իմ կարծիքով պետք է ձևավորվի մի հանրային խորհուրդ, ու դա հանրային խորհուրդ անվանումը էական չի, հա, դա կարող է լինի փորձագետների խորհուրդ, կոմիտե եւ այլն, որտեղ որ իրավաբաններ չեն լինելու, որտեղ լինելու են հանրային հասարակական քաղաքական գործիչներ եւ որոնք որ եզրակացություն են տալու, ասելու են այս կամ այն դատավորը կոտրվել է թե չի կոտրվել։ Եթե կոտրվել է, դուրս է գալիս համակարգից, չի աշխատում։ Մեծ դատական վիրաբուժական մեթոդներով է պետք գործել, որովհետեւ այս դատական համակարգ եթե այսպես մնա չի վերականգնվի։ Պետք է շատ խիստ վիրաբուժական մեթոդներով կտրել են Լավ, բայց այդ մարդիկու մասին որ դուք հիմա ասում եք, ում պետք է ենթարկել վիրաբուժական ինչ-որ պրոցեդուրաների։ Վիրաբուժական նկատի ունեմ կտրել գցել, ես նկատի չունեմ։ Ես հասկանում եմ, բայց այդ մարդիկ կիրթ մարդիկ են, չէ՞, ասեք դպրոցում են լավ սովորել, բուհերում են սովորել, հավանաբար մի մասն էլ դրսում է սովորել, նրանք չեն հասկանում, որ Հայաստանում իշխանափոխություն այդուամենայնիվ, եթե այս անգամ չլինի, որոշ ժամանակ հետո անպայման լինելու է, չկա հավերժ իշխանություն։ Չեն հասկանում, որ եթե իշխանությունը փոխվեց, իրենք ենթարկվելու են։ Շատ կարևոր հարց եք տալիս, այդ հարցը ինձ միշտ հետաքրքրել է, միշտ հուզել է։ Տեսեք, այսօր կա ռեալ ճնշող մի մեխանիզմ, այդ Դոմոկլյան սուրը, որ հենց այսօր է կախված իրենց պարանոցին։ Ինչ է նշանակում իրենց պարանոցին։ Հենց այսօր է կախված։ Մի րոպե, իրենք, հա, բայց եթե հրաժարվեն, ընդամենը աշխատանքն ու աշխատավարձն են կորցնում։ Բավականին լուրջ աշխատավարձ Հայաստանի պայմաններում եւ ամեն մարդ չի կարողանում այդպես հեշտությամբ։ Այսինքն մենք քանի դատավոր կա Հայաստանում։ 300 մոտավոր։ Ասենք 300 մոտավոր, հանած 5 մոտավոր, մենք 295 հուդա ունենք։ Չէ, եթե 395 հուդա չունենք, մենք իրականում հուդա ունենք մի 15-20 հոգի, որոնք որ են անջատած, հա, այն կոճակով անջատած, վախեցած վիճակում կատարում են այդ մնացածը Մնացածը փորձում են ամեն ինչ անել, որ քաղաքականացված որոշումներ չկայացնեն, որ այդ գործերը իրան չընկնի։ Դուք ահռելի քանակ է գործերի եւ քրեական եւ քաղաքացիական եւ վարչական եւ սնանկության գործերի շատ մեծ քանակ կա։ Բոլոր դատավորները չեն, որոնք որ Ես ուզում եմ այդ դատավորի հետ հարցազրույց անել իշխանափոխությունից հետո, ով որոշում է կայացրել, որ Միքայել Սրբազանը պետք է կալանավոր։ Ես ճիշտ ասած չեմ իմանում դատավորի անունը, չեմ հիշում հիմա, այն ժամանակ գիտեի, բայց վստահ եղեք, որ նա ձեզ հարցազրույց չի տալու եւ օգտվելու է այն երաշխիքներից, որը որ ունեն դատավորները եւ խուսափելու է որևէ հանրային խոսքից, որևէ հանրային տիրույթում ելույթ ունենալուց, եթե չհարուցվի քրեական գործ նրան Այ եկանք հետաքրքիր մեթոդ։ Նրան քրեական պատասխանատվության ենթարկելու։ Մի թեմայի, որի շուրջ ես փորձում եմ խոսել իմ բոլոր հյուրերի հետ, ինչ է պետք անել Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատկերացրեք հունիսի 7-ն է, կեսգիշեր, արդեն հասկանում ենք, որ առաջին տվյալներն են, անդիմությունը հստակ հաղթում է եւ հասկանում ենք, որ ԿՊ-ն բարդվում է։ Ձեր կարծիքով անդիմության առաջնորդները պետք է զանգեն Փաշինյանին եւ նրան հումանիտար միջանցք առաջարկեն անցնցում իշխանափոխության համար, թե նրա արածն այնքան է, որ նա անպայման պետք է կանգնի դատարանի առաջ։ Ձեր կարծիքը։ Գիտեք, որպես քաղաքացի, որպես այս ամեն ինչը ապրած ու վերապրած դեռ ապրող մարդ, որի միջով անցնում ենք բոլորս, պարզա որ մեզ բոլորիս ցանկություն է, որ կանգնի դատարանի առջև եւ պատասխան տա այն արարածների համար, բայց բացառապես այն արարքների համար, որը որ քրեական օրենսգրքով նախատեսված է։ Հակառակ դեպքում քաոս է լինելու։ Բայց եթե փորձենք ավելի
հերու նայել, ես վստահ եմ, որ այդ միջանցքը անհրաժեշտ է, այդ հումանիտար միջանցքը անհրաժեշտ է, հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմի վտանգի առջև են կանգնելու, որը որ շատ իսկ այդ հումանիտար միջանցքը պետք է տրամադրել միայն Փաշինյանին, թե նաև ԿՊ-ի վերնախավի։ Ես չգիտեմ, անհրաժեշտություն կլինի հումանիտար միջանց տրամադրել թե չէ, որովհետև դա այդպես մի օրում չի լինում եւ մի օրում չի փոխվում, եւ հնարավոր է, որ գործող վարչապետը ունի, այսպես ասած, իրեն սպասարկող ինքնաթիռ, որ այդ ինքնաթիռում դա ինչքան տեղ լինի իր թիմի հետ։ Կարծում եք այդպես է լինելու։ Ենթադրում եմ կամ կարծում եմ, որ եթե այդպիսի իրավիճակ լինի, ապա այդ մեխանիզմը աշխատելու եւ հումանիտար միջանց ինքն իրեն է տրամադրելու, անունը դնելու է հետագայում։ Նստելու է ինքնաթիռ, ովքեր կտեղավորվեն այդ ինքնաթիռում։ Այդտեղ կլինեն ինքնաթիռը Airbus 319-ն է, 70-80 այսպես ասած պասաժիրի տեղ ունի այդ ինքնաթիռը, մի քիչ ձևափոխած է, միգուցե 50 հոգի կարողանա իր հետ տանել, այդ 50 հոգին արդեն ժողովրդական լեզվով ասած իրար մեջ ցելա են գցելու, ով են այդ 50 հոգին լինելու։ Մնացածը իսկ այն որ պետքա լինի անցումային արդարադատություն եւ այս արհավիրքը հեղինակները, կատարողները, աջակցողները, կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկեն, դա միանշանակ է, հակառակ դեպքում պրոգրես հնարավոր չի ապահովել, բայց նորից եմ կրկնում, քաղաքական իշխանությունը, որը որ գալու է, պետք է այնքան քաղաքական իմաստություն ունենա եւ գիտելիք ունենա եւ ուժ ունենա, որ վենդետա թույլ չտա, այլ իրական արդարադատություն լինի, այլ ոչ թե վրեժխնդրություն լինի եւ Աստված մի արասե այն դատաստանները լինեն, որը որ եղել են, մենք գիտենք, հա, դա պետք է ուղղակի ամեն ինչ անել, որ դա բացառվի։ Հակառակ դեպքում մենք մի քանի քայլով, մի քանի տարով հետ կընկնենք համաշխարհային զարգացումներից։ Տեսեք, պարոն Արտազարյան, հիմա հաճախ են ասում, որ Փաշինյանը բառացիորեն կպնելու է իր աթոռին եւ ցանկացած պարագայում իշխանությունից չի հրաժարվելու, այսինքն եթե նույնիսկ բոլորի համար ակնհայտ լինի, որ նա պարտվել է ընտրություններում, նա ինչ որ կստիպի, հա, ինչ որ մի թիվ նկարել կամ չգիտեմ, կամ նույնիսկ կդիմի քաղաքացիական պատերազմի։ Դուք երևի այն մարդկանցից եք, ով աշխատել եք Փաշինյանի հետ եւ պատկերացնում եք ինչ կարող է նա անել։ Ասեք, ինչ կարող է նա անել։ Ես այն աշխատելու ընթացքում երբեք նման թեմաներ, նույնիսկ մոտիկ թեմաներ չեմ քննարկել։ Հա, բայց իրեն ուսումնասիրել չեմ քննարկել։ Ես կարող եմ որպես Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացի, որը որ այս եւ իշխանական եւ ընդդիմադիր կոնտենտն եմ սպառում, ես հասկանում եմ, որ միանշանակ հեշտ չի հանձնելու, բայց ինչ որ մի կրիտիկական պահ կա, կրիտիկական զանգված կա, որ հասնի այդ պահին, ուզած-չուզած կամ հումանիտար միջանցք է խնդրելու, կամ ինքնուրույն նստելու ինքնաթիռը գնա, կամ մի քանի կամ եմ ասում, կամ եթե վիճելի լինի, նույնիսկ պատրաստ է լինելու քաղաքացիական պատերազմ հրահրել։ Իսկ ոստիկանությունը նրան կենթարկվի, եթե նա նման որոշում կայացնի։ Գիտեք, մենք ունենք, հա կոպիտ ասած, ես հիմա կոնկրետ թիվը չգիտեմ, մենք ունենք ենթադրաբար եմ ասում 3000 կալանավայրերում, ազատության զրկման վայրերում 3000 տեղ ունենք։ Լավ, մի քիչ է պրես արեցին, այդ 3000-ը դարձան 4000 կամ 5000։ Այսինքն ավելի շատ մարդ նա չի կարա կալանավոր։ Ավելի շատ մարդ ստադիոնները չի լցնելու կալանավորներով։ Դե Չիլիում լցնում էին։ Բարեբախտաբար մենք Չիլիում չենք, հետո Չիլին լավ օրինակ չի, Պինոչետը ինչքան էլ դիկտատոր էր, ամեն դեպքում ինքը դիկտատոր էր, ամենայն դեպքում տնտեսական ռեֆորմներ է արել, բայց վերջում դեմոկրատական հասարակություն ձևավորեց եւ նվիրեց հեռացավ։
Համենայնդեպս իր գնալուց Չիլին դարձավ ավելի դեմոկրատական, քան թե իր ժամանակ, ընդ որում դա ինքն է արել։ Բայց այդ ուրիշ դարձյալ մենք նման չենք, մեր ժողովրդի այդ մենտալիտետը նման չի այդ հարավային Այսինքն Ամերիկայի։ կոպիտ ասած հետևյալն է ստացվում։ Ուզում եք Փաշինյանը հեռանա, ամբողջ ազգով դուրս եկեք փողոց։ Միանշանակ, ամբողջ ազգով փողոց դուրս գալու անհրաժեշտություն չկա։ Ամբողջ ազգով եթե մենք գնանք ընտրատեղամաս եւ ամեն մեկը սընտրի իր սրտի ուզածին, իրականում ես չունեմ օրինակ քաղաքական այս պահին, բարձա որ ես գնալու եմ ընտրության, իմ քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու եմ։ Եվ ձեր ընտանիքի բոլոր չափահաս անդամներն են գնալու։ Եվ իմ ընտանիքի բոլոր չափահաս անդամներն են գնալու, եւ իմ ընկերներն են գնալու, ում որ ես կարողանամ ասել։ Բայց ես չունեմ մի քաղաքական ուժ, որը այսօր իմ ֆավորիտ քաղաքական ուժն է։ Իսկ ինչպես եք որոշելու ում ընտրել։ Սմարտ ընտրության ճանապարհով եք գնալու։ Նայելու եմ ընտրությունները, իմ նման շատ մարդիկ կան։ Իրականում ես շփվում եմ ամեն օր, շփվում եմ հասարակ ժողովրդի հետ, որը որ քաղաքական ամբիցիաները 0 է, քաղաքականությամբ, այսպես ասած, չեմ սիրում այդ բառը, քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն հետաքրքրվում եւ գալիս է այն պահ, որ ասում եմ գնալու ես, ասում եմ հա դե գնալու եմ։ Ում ես ընտրելու, Նիկոլին չեմ ընտրելու։ Լավ, բա ում ես ընտրելու, դեռ չեմ որոշել։ Դա էլ կախված կլինի, ինչպես քարոզարշավը կտանեն մեր քաղաքական ուժերը, կարողանան այդ մարդկանց այնպիսի գրավիչ առաջար։ Պատահականության սկզբունքով։ Չէ, դե պատահականության սկզբունքով, երբ որ ընտրություն են անում, ես ստացվում է այն ինչ որ ունենք։ Այդ պատահականությունը լավ չի, պետք է ընտրությունը պետք է գիտակցված լինի։ Նորից ձեր բանաձևը ո՞րն է։ Ինչպես պետք է որոշել ում ընտրել ընտրություններից առաջ։ Պետք է հետևել քաղաքական ծրագրերին, քաղաքական ուժերի քաղաքական ծրագրերին եւ ամեն մարդ իրեն ավելի հոգեհարազատ ծրագրին համապատասխան չնայի լիդերներին, չնայի այդ թիմի անդամներին։ Իմ կարծիքով դա ավելի քաղաքակիրթ տարբերակն է։ Ոչ թե գնալ ընտրել Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան կամ Նիկոլ Փաշինյան, այլ քաղաքական ծրագրերին եւ անցած ճանապարհին նայել։ Ըստ դրա ամեն մեկ մարդը վրեժխնդրություն է ուզում ընտրելու է մի ուժի։ Մարդկա ուզում է որ տնտեսական իրավիճակը լավանա, ընտրելու է մեկ այլ ուժի։ Մարդկա որի համար սոցիալական խնդիրներն են կարևոր, գնալու է երրորդ ուժին ընտրի։ Կարևորը չընտրեն Փաշինյանին։ Պարլամենտարիզմի սկզբունքն է դա։ Եթե մարդկա որ ուզում է որ դառնանք թրքահպատակ երկիր, թող գնան Փաշինյան ընտրեն։ Բարոյ Մարտազարյան, ես ուզում եմ չեմ տեսնում խնդիրը։ Ինձ Ուղղակի ընտրությունը գիտակցված պետք է լինի, այլ ոչ թե անձով պայմանավորված։ Ինձ այս հարցը շատ է հուզում։ Ըստ ձեզ, ինչու այդուամենայնիվ Փաշինյանին բունկերում փախած Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանություն։ Վայ, չեմ կարող ասել։ Իրականում չունեմ այդ հարցի պատասխանը։ Ձեզ համար զարմանալի էր, որ նա պահպանեց իշխանությունը, հետո էլ վերընտրվեց։ Ինձ համար ես մի վայրկյան այդ ընտրություն 21 թվականի ընտրությունների ժամանակ ես մի վայրկյան չեմ կասկածել, անգամ մտքիս ծայրով չի անցել, որ Փաշինյանը ընտրվելու է։ Դրա համար ես ժամը 11-ը դարձավ երեկոյան, Շան հետ քայլեցի օպերայի շրջակայքում, եկա տուն պարքեցի հանգիստ քնելու, վստահ լինելով, որ արթնանալու եմ նոր Հայաստանում, բայց արթնացա տեսա, որ երակի, քառակի ու դուք չունեք այդ հարցի պատասխանը։ Չունեմ, ոչ մեկ չունի, ինձ թվում է ոչ մեկ չունի, բոլորը ենթադրություններով են ասելու, ենթադրելով են ասելու, ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը իրականում։ Իսկ այսօր իրավիճակը ըստ ձեզ տարբերվում է այն իրավիճակից, որ 21 թվականին էր։ Դուք նաև ասացիք, որ որոշ ժամանակի Երևանից դուրս եք ապրում եւ շփվում եք նաև մարզերում, գյուղերում ապրող մարդկանց հետ։ Միանշանակ փոխվել է, միանշանակ այն ժամանակ 21 թվականին էմոցիա կար, 21 թվականին վախ կար պատերազմից, 21 թվականին, հա մի քիչ միգուցե կոպիտ հնչի, բայց sense բաց ներվը գծած էր գետնին եւ ով չէր ալարում կանգնում էր այդ ներվի վրա։ Դրա համար ժողովուրդը sense միգուցե լավ չհնչի, բայց ինչու հիստերիկ վիճակում էր գտնվում։ Հիմա մի քիչ կրքերը հանդարտվել են եւ ժողովուրդը ավելի գիտակցված է փորձում մոտենալ Կարծում եք գիտակցված են շատ մարդիկ ինձ հարցնում են ում ենք ընտրելու։ Հասկանում եք, դա արդեն շատ լավ, այսինքն այս պահին չունեն որոշում։ Մեր քաղաքական ուժերին էլ կոչ եմ անում շատ ակտիվ աշխատել այդ մարդկանց հետ, ովքեր որ այսօր դեռ չեն կողմնորոշվել։
մարդիկ ակտիվ են, գնալու են ընտրության, վստահ են, որ գնալու են ընտրության, բայց չեն կողմնորոշվել ու ընտրեն։ Պետք է առաջարկ կարվի այդ մարդկանց, ես հիմա Ծառուկյանի առաջարկ Հայաստանին է չեմ գովազդում, բայց քաղաքական ուժը պետք է իրականում պետք է առաջարկ անի, կամ պետք է ուսումնասիրի պահանջարկը եւ առաջարկ անի, կամ միգուցե առանց ուսումնասիրության այնպիսի առաջարկ անի, որ ժողովուրդը դա ընկալի ընդունի։ Փաշինյանը երկու ընտրություններ է կազմակերպել, 2018-ի ընտրություններին եւ 2021-ի ընտրություններին մասնակցել է գրեթե նույն մոտ 50%-ից պակաս մարդ, մոտ 49%, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց օրինակ 2017-ին ընտրություններին որ կազմակերպել էր նախկին իշխանությունը, այսպես կոչված Սերժ Սարգսյանի օրոք, ընտրություններին մասնակցել էր 60%-ից ավելի մարդ։ Ըստ ձեզ, ինչ պատկեր եք մենք ունենալու հունիսի 7-ին։ Ես քաղաքական գործիչ չեմ, ինձ համար շատ դժվար է նման հարցերին պատասխանել, որովհետև իմ մասնագիտական, ես քաղաքական հավակնություն, քանի որ չունեմ որևէ կուսակցության անդամ չեմ, այդ իսկ պատճառով չեմ փորձում ինչ է պետք անել հարցին չեմ կարող։ Դուք ունիկալ եք, պարոն Վարդազարյան, որովհետև այն հազվադեպ հայ տղամարդկանցից եք, ով խիզախություն ունի ասելու, որ ես այս թեմային չեմ սիրում խոսել, որտեղ այս թեմային լավ չեմ տիրապետում։ Սովորաբար հայ տղամարդիկ տիրապետում են բոլոր թեմաներին։ Եթե արդարադատության թեմայից հարցնեիք, հա, իրավակարգից հարցնեիք, ես հաճույքով կպատասխանեի այդ հարցերին, որովհետև իմ կարծիքով տիրապետում եմ։ Թե ինչ է պետք անել, քաղ տեխնոլոգներ կան, քաղ դատարանից հարցնեմ, դատավորները, ըստ ձեզ, հա, այդ 300 դատավորները, որ մենք ունենք, նրանք գնալու են ընտրություններին, մտնելու են այդ խուցը ընտրական։ Ինչ են, ում են ընտրելու։ 90%-ը չի ընտրելու գործող իշխանությանը, որովհետև ոչ մի դատավորի հաճելի չի լինել քաղաքական ճնշման տակ։ Ոչ ոքի հաճելի չի։ Եվ գնալու են միգուցե այս հանդիմությունը կոչ անի բոլոր դատավորներին, պետական պաշտոնյաներին, կոչ անի ասի, որ դուք ձեր աշխատանքը չեք կորցնելու, հանգիստ գնացեք եւ ընտրեք ըստ ձեր խղճի։ Դատավորները sense տենենց իրենց աշխատանքը չեն կորցնելու, որովհետև դա սահմանադրությամբ կարգավորվող գործընթաց է, եւ եթե դատական ռեֆորմի մասին խոսք գնա, դա պետք է սահմանադրության փոփոխությամբ արվի, եւ դրա մասին դատավորները, որ չեն կորցնելու եւ աշխատելու են, շարունակելու են աշխատել, դատավորները դա շատ լավ գիտեն։ Եւ այդ Եթե գիտեն, որ աշխատանքը չեն կորցնելու, ինչ են իրենք այդ դեպքում կատարում Փաշինյանի պահանջները։ Վախը, որ ինչ լինի իրենց հետ։ Որ Փաշինյանը ապօրինի կամ քրեական պատասխանատվության ինչ-որ մի հորինված գործով կհետապնդի, կամ լիազորությունները կդադարեցնեն, մենք տեսանք, չէ՞, Կարեն Անդրեասյանը քանի դատավորի լիազորություններ դադարեցրեց, ապօրինի, այսինքն կար ցուցակ, որ այս դատավորներից պետք է ձերբազատվել եւ շինցու գործերով, վարույթներով նրանց լիազորությունները, այդտենց նման բաներից են վախենում դատավորները։ Հանդիմությունը պետք է ասի, որ իրենք նման ճանապարհով չեն գնալու։ Խոսքն է այդ մարդկանց, որ իրենք նման ճանապարհով չեն։ Այո, շատ կարևոր է, որ ռեալ, բայց այդ խոստովողները պետք է ոչ թե լինեն այդ լիդերները, հա, ոչ թե պետք է Քոչարյանը դա խոսք տա կամ Սամվել Կարապետյանը խոսք տա կամ Ծառուկյանը խոսք տա, այլ այդ թիմի իրավական բլոկը սպասարկողները պետք է իրենց ծրագիրը, դատական ռեֆորմի վերաբերյալ իրենց ծրագիրը ներկայացնեն։ Կամ գուցե նույնիսկ կարող են մի հռչակագիր ստորագրել։ Այո։ Որ ոչ մի իրավաբանի, ոչ մի պետպաշտոնյայի իրենք այդ մարդկանց հետ վրեժ խնդիր չեն լինելու։ Եթե չեն խախտել քրեական օրենսգիրքը, դա շատ կարևոր է, որովհետև տեսեք, որովհետև դատավորը, Եկեք ձեր սիրած թեման։ Դատավորը, որը որոշում է կայացնում, դատավորը ունի 5, 6, 7 տարբերակ որոշում կայացնելու, որից 4-ը ապօրինի է։ Ահա։ Այդ 4-ը հանեցինք, ինքը ապօրինի որոշում, որոշել է, որ ապօրինի որոշում չի կայացնում։ Կայացնում է 3 հնարավոր օրինական որոշումներից։ Այդ 3-ից մեկն է քաղաքական իշխանության քիմքին։ Անպայման չի, որ դա քաղաքական իշխանության քիմքին հաճելի որոշումը ապօրինի լինի։ Դա կարող է լինի օրինական նաև։ Այդ դեպքում ինձ բացատրեք մի պարզ բան։ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, կալանավորեցին հայտարարությունից հետո, որը որ մենք բոլորս դիտել ենք, այնտեղ ուր է օրինական հիմք։ Ոնց կարող եք օրինական հիմք գտնել, ասենք։ Լավագույն։ Գիտեք, հիմա դուք Սամվել Կարապետյանի օրինակն եք բերում։ Միանշանակ համաձայն եմ, միանշանակ։ Կամ Արշակ Սրբազանի օրինակը, որ աբսուրդային է։
Տեսեք, դուք կբերեք 1 օրինակ, 2, 3, ես 4, 5, 6, 10 օրինակ կբերեմ, բայց դուք պատկերացնում եք այդ ծավալը որոշումների, որոնք որ դատարանները կայացնում են, միջնորդությունները կալանքի բավարարելու, մերժելու, մենք կվերցնենք այդ 10 հոգին, որոնք որ 10 գործը, որոնք որ ակնհայտ են, որոնք որ կա խախտում, կարգապահական բնույթի խախտում, միգուցե քրեական օրենսգրքով նախատեսված խախտում, այդ մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց շատ դատավորներ կան, որոնք որ չեն արել կամ այն եզրագծին են, հա, այնտեղ ախր ես չեմ պատկերացնում, իրավաբան չեմ կրթությամբ, գուցե դրա համար չեմ պատկերացնում։ Տեսեք, Երևան քաղաքի դատարանում կան 4-5 դատավոր, որոնք որ այդ սաղ ձեր ասած կալանքները ապուրինի ընդ որում որոշումներով այդ մարդկանց կալանավորել են, թե Բագրատ Սերբազյան։ Այսինքն իշխանությունը խնդիր ունի ճիշտ դատավորի ընտրել։ Այդքան բան։ Միանշանակ։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ դատավորն է արդեն կոտրվել, որը չի կոտրվել։ Եվ իրենք հատուկ ընտրում են այն դատավորներին, ովքեր կկայացնեն այն որոշումը։ Այո, որ այն դատավորները, որոնք որ չեն կոտրվել, դրանց այդ դատավորներին 100% վստահությամբ ասում եմ, այդ գործերը չեն մակագրվում, դրանք ձեռքով մակագրվող գործեր են։ Պարոն Մարտազյան, այդ դեպքում որպես իրավաբանի հարց, իշխանությունը կգնա այն ճանապարհով, որի մասին շատերն են խոսում հիմա, չգրանցել Սամվել Կարապետյանի ուժին, թե ամեն դեպքում նման խախտման չի գնա։ Ձեր կարծիքով, որպես իրավաբանի։ Որպես իրավաբան շատ դժվար է մտածել որ այդ Սամվել Կարապետյանի ուժը այնպիսի խախտում թույլ կտա այս փուլում, ունենալով այդ Դոմոկլյան սուրը իր պարանոցին կախված, որ ցանկացած խախտում կարող է բերի, որ իրեն չեն գրանցի, ծայր աստիճան ուշադիր պետք է լինեն, 0 օրենքի խախտում պետք է թույլ տան, որպեսզի խուսափվի։ Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-որ մի բան գտնեն կամ մի բանը սարքվի, հորինվի, գտնվի, այդ դեպքում փոս դուրս գալու մեծ հնարավորություն կա։ Այսինքն մեծ խնդիր չէ, օրինակ Մեղրի քաղաքում մի 5 հոգի մարդ գտնել, ովքեր կգան կդիմեն դատարան, կասեն իրենց կա շարք են առաջարկել։ Հիմա եկեք մեղրեցիները ինչը վիրավորենք, միշտ կգտնվի Երևանում միշտ կգտնվի ինչ-որ մեկը, այսինքն սարքելը դժվար չի։ Իհարկե սարքելը դժվար չի, բայց գիտեք ես մի բան եմ ուզում ասեմ, որ այդ դատական իշխանության հետ կապված հարցին է, եթե դուք ինձ այդ հարցը տայք պատասխանելու էի այդպես, բայց նաև այս process-ին եմ, ձեր այս հարցի կոնտեքստին եմ ուզում պատասխանեմ, որ այդ ճիշտն ու սխալը ես որպես իրավաբան պրոֆեսիոնալ կարող եմ գնահատական տալ այդ որոշման ծագումնաբանությանը, օրինականությանը, ժողովուրդը ուղղակի բնազդաբար հասկանում է, որ սա օրինական էր, թե օրինական չէր, սա խախտումով էր, թե խախտումով չէր, սա պատվերով էր, թե պատվերով չէր։ Հավանաբար դրա համար չաջակցեց Փաշինյանի եկեղեցու դեմ պատերազմին։ Այսինքն այդ բնազդը, եթե այդ ժողովուրդը հասկանա, որ այդ չգրանցելու համար այդ մի քանի 2, 3, 4, 5 հոգին, որոնք որ եկան ցուցմունք տվեցին, որոնց ցուցմունքի հիման վրա հարուցվեց քրեական գործ, քրեական վարույթ հարուցվեց եւ դրա պատճառով չգրանցվեցին, ժողովրդին պետք չի բացատրել։ Ժողովուրդը բնազդաբար դա զգալու է։ Եվ փողոցի դուրս գալու։ Վստահ եմ, որ դուրս կգան, որովհետեւ այլևս շատ բաներ, շատ ռուբիկոններ արդեն անցած է եւ մարդիկ արդեն չեն վախենում։ Եթե ես չեմ վախենում նստելուց քրեական պատասխանատվությունից, եթե շատ մարդիկ որ ասում են, լավ, հա, կբռնեք հետո, բա դրանից հետո, բա ինչքան եք պահելու, բա ոնց եք պահելու, բա ոնց եք դրա տակից դուրս գալու, ինչքան շատ նման բան ասող լինի, այնքան իշխանությունը թուլանում է։ Այդ ազատազրկումը պետք է վախենալու լինի։ Այս պահին վախենալու չէ, այս պահին նույնիսկ պատիվ է։ Ասեմ ձեզ, եթե ես տեսնում եմ նախին պաշտոնյա, որը որ քրեական հետապնդման չի ենթարկվում, ապօրինի գույքով չի անցնում, ինձ թվում է ինչ-որ մի ձևով համագործակցում է, որովհետև հնարավոր չի այս քանակությամբ ապօրինություններ եւ անունը դնել, հա, ճակերտավոր նախկինների հետ, անունը դնեն նախկին եւ քրեական կամ այլ հետապնդման ենթարկեն, ուղղակի աննկարագրելի է, ոնց կարող է նման իրավիճակ լինել մի երկրում, որը որ իր սահմանադրության առաջի հոդվածում ունի համապատասխան ձևակերպում։
հայաստանցիներ Հայաստանի դատական բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ կոչ է անում չվախենալ գնալ ընտրություններին եւ քվենտալ ըստ խղճի միանշանակ ըստ խղճի, ըստ գիտակցության, ըստ խղճի եւ ըստ ծրագրի ի վերջո, որովհետեւ ինչքան էլ մենք մերձավոր արևելքի ժողովուրդ ենք եւ մեզ համար լիդերը կարեւոր է, բայց համենայն դեպս գրագետ մարդը պետք է կարդա կամ լսի, միգուցե կարդալով չանի, այլ լսելով անի, հա դեբատներ են լինելու, հիմա գնալով թեժանալու է քաղաքական պայքարը գնալով թեժանալու է, այդ մասնակցել նկատի ունեմ լսել, միացնել, հիմա փառք Աստծո բոլորը ինտերնետ ունեն YouTube-ներ, YouTube ալիքների, այլ գուցե հարթակներ, հա, Facebook-յան հարթակներ կան, սոցիալական ցանցերի այլ հարթակներ կան, լսել, հետևել եւ ըստ խղճի, ըստ գիտակցության իրավագիտակցության, տնտեսական իրենց գիտելիքների շրջանակներում, միգուցե մարդ կա, որտեղ հաց ընդեղ կա սկզբունքով է շարժվում, նույնիսկ այդ սկզբունքով է կարելի գնալ ընտրության, որ տեսնես, որ ծրագիրը քեզ կապահովի։ Ակնհայտ գյուղացիների վիճակը շատ վատ կլինի, որովհետև եթե գնան կարգավորման Թուրքիայի հետ եւ համապատասխան ինչ որ օրենքներ չընդունեն, հայ գյուղացին արդեն հնարավորություն չի ունենա այնպիսի արտադրանք տալ, որը որ կարող է մրցել թուրքականի հետ։ Թուրքականի եւ պարսկականի հետ մեր գյուղմթերքը միանշանակ չի մրցակից չի, թե որակի, թե քանակի առումով, այդ իսկ պատճառով գյուղացուն դա պետք է բացատրել, դա պատկերացրեք հեռավոր գյուղում, որտեղ որ ինտերնետ չկա, չեն կարողանում տարբեր YouTube ալիքներ նայել եւ սոցիալական ցանցերի չեն օգտագործում, բայց ՀՄԿ-ը հասանելի է, այդ գյուղերում պետք է աշխատեն քաղաքական ուժերը։ Այդ գյուղում պետք է գնալ ժողով անել, հանդիպել, բացատրել, ցույց տալ, միգուցե, չգիտեմ, մուլտիպլիկացիայով ինչ-որ մի բան ցույց տալ, միգուցե պլակատով ցույց տալ, միգուցե իրենց այդ գյուղացուն հասանելի լեզվով, պարզ լեզվով, ես ամենայն հարգանքով, բայց այնպեսի լեզվով է պետք բացատրել, որ անդիմադիրներ ջան գյուղերում, Հայաստանի գյուղերում գյուղացիները չունեն սովորություն մտնել սոցիալական ցանցեր եւ առավոտից երեկո ինչ որ տեսահոլովակներն էլ նրանք տանը նստած մեկ են նայում, նենց որ եթե ուզում եք որ իրենք ձեզ լսեն, անմիջապես մարդը երբ որ առավոտից երեկո դաշտում է աշխատում, գալիս է երեկոյան տուն, ճաշը դնում են իր դիմաց, հեռուստացույցը միացնում է եւ հմեկ է նայում, այդ մարդուց ինչ ես ուզում, ես 3 օր շարունակ հմեկ նայեմ, միգուցե ինձ հնարավոր լինի խաբել, ասել, որ մենք երջանիկ, բայց եկեք այդ սոցիալական ցանցերի այդ ագիտպրոպի ուժը ոչ նստամասնենք, ոչ է գերագնահատենք, ի վերջո բոլորս էլ սոցիալական էլեմենտ ենք, սոցիալական էակներ ենք, մեզ վրա սոցիումը ազդում է, մենք ուզենք թե չուզենք, ի վրա միգուցե մի քիչ շատ է ազդում, ձեր վրա մի քիչ քիչ է ազդում, բայց միևնույն է ազդում է, նենց որ այդ քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց ձայնը հասու լինի ամենահեռավոր գյուղում։ Պարոն Արտազարյան, ինչ է կանելու հունիսի 8-ի առավոտ։ Երբ իմանաք, որ Փաշինյանի իշխանությունը վերջացել է։ Այ, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ինձ թվում է այդ առավոտը, որ իմանամ կգնամ ամբողջ գիշեր կհետևեմ, առավոտը, որ իմանամ Փաշինյանն է ընտրվել, քունս կխախտվի, իսկ եթե իմանամ, որ Փաշինյանը չի ընտրվել, հանգիստ խղճով գլուխս կդնեմ բարձին եւ մի բոլ քունս կառնեմ, որովհետեւ վստահ եմ, որ այդ օրերին շատ նյարդայնացած վիճակ է լինելու, իսկ այդ նյարդային վիճակում քնելը շատ դժվար է լինում, այնպես որ պատասխանս հետեւյալն է. քնելու եմ առնվազն 8 ժամ, որ վերական մենք հունիսի 7-ին բոլորս հանգիստ խղճով գլուխներս դնենք բարձին եւ քնենք։ Գիտեք, այդ բարձի հետ երկխոսությունը, երբ որ մարդ մենակ է մնում բարձի հետ, այդ երևի ամենածանր երկխոսությունն է, երբ որ ինքը իր հետ է խոսում, դա ամենածանրն է եւ ես մեզ բոլորից ցանկանում եմ, որ
մարդիկ այնպիսի ընտրություն անեն, որ հետո իրենք իրանց հետ հաշտ լինեն, որ իրենք իրանց հետ չվիճեն, չկռվեն, չմեղադրեն, որովհետև ամենաբարդ մեղադրանքը, ամենավատ մեղադրանքը դա իհարկե ասու դատարանն է, որի առջև բոլորս են կանգնելու, երկրորդը Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը չի, ինքդ ես քո դատավորը, երբ որ դու ինքդ քեզ մեղադրում ես ինչ-որ մի հարցում։ Հարգելի ժողովուրդ, այնպիսի ընտրություն արեք, որ ինքներդ ձեզ հետո չմեղադրեք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ